Սնուցող, սպիտակեցնող, շատ արագ թարմեցնող, շատ հրաշալի դիմակ և պիլինգ բոլոր տեսակ մաշկերի համար։ Հիմա փորձարկեմ մեր օպերատորի ձեռքին համատեղությամբ կտեսնեք ինչ հաճելի է քսվում, այսպես նաև դեմքին կարելի է քսել, տեսեք, հարթ, գեղեցիկ, փափուկ և սնուցող։ Հիմա արդեն անցնենք դիմակի պատրաստմանը։ Ողջույն, դուք Շոկոլադ Woman-ի մեր էջում եք, ձեր հետ եմ ես, Աննա Հովհաննիսյանը։ Մինչ կանցնենք մեր հերթական եւ շատ արդյունավետ դիմակի պատրաստմանը, ձեր ուշադրությանն եմ ուզում եւս մեկ անգամ ներկայացնել մեր այս շատ հրաշալի, շատ օգտակար խնամքի միջոցը՝ պիլինգները։ Դրանք շերտազատող պրոֆեսիոնալ խնամքի միջոցներ են, ինչն էլ ապացուցում է, որ շատ կոսմետոլոգներ են մեր այս ապրանքներից օգտվում, բայց դա նաեւ տնային խնամքի հրաշալի միջոց է, ինչը կարող եք ինքնուրույն կատարել ձեր տանը եւ խնայել բավական մեծ գումար եւ միշտ լինել խնամված, առողջ եւ գեղեցիկ։ Մեր այս ապրանքները ընդհանրապես տարիքային սահմանափակում չունեն։ Եթե կա խնդիր, կա պզուկ, կա կնճիռ, չոր մաշկ, գյուղոտ մաշկ, ակնեոտ մաշկ, բոլոր դեպքերում այս ապրանքներն օգտակար են։ Ովքեր օգտագործել են, վստահ եմ կփաստեն, ովքեր էլ չեն օգտագործել, անպայման խորհուրդ եմ տալիս օգտագործել։ Մեր այս ապրանքները հնարավոր է ձեռք բերել մեր Facebook-յան, YouTube-յան, Instagram-յան, ինչպես նաև Viber-ի էջերից։ Հիմա ապրանքները մեր թողնում եմ այստեղ եւ անցնում մեր հիմնական դիմակի պատրաստմանը։ Մեր այս դիմակը բավական հեշտ է պատրաստելը, մեզ դրա համար հարկավոր է կավ, կարող եք վերցնել եւ սպիտակ կավ եւ կարմիր, ես այս անգամ վերցրել եմ կարմիր կավ։ Ճիշտ է, ինքը այդպես վառ կարմիր գույնով աչքի չի ընկնում, բայց հենց սա է համարվում կարմիր կավը։ Վերցնում եք լիմոն, թթվասեր եւ մեղր։ Հիմա հերթականությամբ եւ իրենց տված օգուտներով փորձեմ թվարկել, պատրաստելն էլ բավական հեշտ է։ Վերցնում եք մի լավ մեծ գթալ թթվասեր, ինչքան թթվասերը յուղոտ, այդքան լավ, այս դեպքում մեզ հենց յուղոտությունն է անհրաժեշտ, որ մաշկին բավականին լավ խոնավություն տա։ Թթվասերի մեջ լակտիկ թթու, կաթնաթթու է պարունակում, ինչը մեր մաշկին հենց սնուցում է տալիս։ Դա մեր մաշկի թթվայնության աստիճանն է կարգավորում, ինչի արդյունքում էլ արդեն սնուցված մաշկ ենք ունենում։ Հաջորդիվ ավելացնում ենք կարմիր կավը։ Կարմիր կավը մենք այս անգամ ինչի ենք ընտրել կարմիր կավը, որովհետև ինքը այսպես ընդգծված սնուցող հատկություն ունի եւ բոլոր տեսակ մաշկերին է լավ, էլ պատանեկան մաշկին, եթե յուղոտ է, լցված ծակոտիներ ունի, ինքը թթվասերը ճիշտ է յուղոտ է, բայց այդքան շատ չի յուղոտացնի մաշկը, բայց միևնույն ժամանակ նաեւ սնուցում կտա։ Եվ հետո արդեն սառը եղանակներ են, բոլոր տեսակ մաշկերին էլ սնուցում է հարկավոր, անկախ նրանից ձեր մաշկը յուղոտ է թե ոչ։ Եթե ես վերցնեի կանաչ կավ, դա ավելի կարող էր չորացնել։ Դուք կարող եք վերցնել կամ սպիտակ, սպիտակն էլ բավական չէ, զոք է, այդպես առանձնապես չի չորացնելու մաշկը։ Իսկ կարմիրը ընդհանրապես չորացնող չի, դրա համար այս երկուսի մեջ կարող եք դեղատներից վերցնել, բավական տարածված կավի տեսակ է, կարող եք այդ երկուսի մեջ ընտրել։ Միթեի գթալը լրիվ բավական է։ Մենք այստեղ կավն օգտագործելու ենք որպես եւ սնուցող եւ այդպես ծակոտիները բավականին մաքրող հատկության շնորհիվ։ Հետո ավելացնում եմ միթեի գթալ մեղր։ Դե եթե ունեք տանը մեղր, այն էլ բնական, ավելի լավ է հենց ձեր ունեցած միթեի գթալ մեղր։ Գիտեք, մեղրը շատ լավ է սնուցում, բայց կարող եք մի փաստի վրա մի փոքր ձեր ուշադրությունը կենտրոնացնել եւ այն մարդիկ, ովքեր ունեն մեղրից ալերգիա, կարող եք չավելացնել, ավելի լավ է չավելացնել, քան օրինակ մի քանի խնդիր էլ վրադիր ավելացնել։ Բայց եթե չէ, մեղրը շատ լավ է սնուցում, շատ լավ է մաշկը խոնավեցնում եւ եթե դուք իրեն արդեն այս նյութերի հետ եք քսում, ինքը ընդհանրապես չորացնող հատկություն չի կարող ունենալ։ Մի փոքր արդեն այսպես խառնում եք իրար, որ մի քիչ դառնա միասեռ զանգված, տեսնում ենք ինչքան է իր խտությունը, եթե այդպես ավելի ուզում եք, որ ձեր դիմակը շատ այդպես ընդգծված սպիտակացնող հատկություն ունենա, լիմոնը վերջում ենք էլի ավելացնում։ Կարող եք լիմոնը միթեի գթալից էլ ավելացնել, բայց այսպես նորմալ մաշկի պարագայում լրիվ այդպես միթեի գթալ հյութը մեզ լրիվ բավական է։ Կարող եք առանձնապես առանձին տարայում այլ հյութը չառանձնացնել եւ կարող եք պատրաստի հյութեր չառնել, հենց այսպես ուղակի սովորական կտրեք ու մի փոքր ճզմեք միթեի գթալի չափով լրիվ նորմալ է։
ինչքան ձեր ապրանքը բնական լինի, բնականաբար դիմակն այդքան արդյունավետ կլինի։ Քանի որ մենք այստեղ թթվասեր ենք ավելացրել թարմը եւ հիմա էլ լիմոն, ինքը արդեն չեք կարող այս դիմակը շատ երկար պահել։ Իրեն հարկավոր է հենց այսօր պատրաստել, հենց այսօր էլ օգտագործել։ Դիմակը այստեղ ձգող սպիտակացնող, նաև սնուցող հատկություն է տալու, նաև pH-ն է մաշկի կարգավորելու, այնպես որ ինքը շատ կարևոր ու շատ ճիշտ բաղադրիչ է, լիմոնից առհասարակ խուսափել հարկավոր չէ, ինքը մաշկի համար շատ կարևոր նշանակություն ունի։ Ինչպես տեսնում եք, արդեն դիմակի թանձրությունը բավականին նորմալ է, բավականին հեշտ քսվող է, քսելու եք սա ձեր դեմքի մաշկին, կարող եք նույնիսկ աչքերի շուրջ, որովհետև մենք այստեղ արդեն թթվասեր ենք ավելացրել, ինքը չորացնող չի, դրա համար կարելի է հանգիստ քսել աչքերի շուրջ։ Տեսնում եք ինչքան հաճելի դիմակ ստացվեց, քսելու եք, թողնեք 15-20 րոպե եւ լվացվեք գոլ ջրով։ Այս դիմակը կարելի է անել օրու մեջ եւ լավ կլինի, որ գոնե մի 3-4 անգամ կարողանաք անել կուրսով պահելու համար։ Ահան, բավական հեշտ էր պատրաստելը, մնում է պատրաստեք, օգտվեք ձեր իսկ պատրաստած հրաշալի դիմակների արդյունքներից, իսկ եթե սա ձեզ համար քիչ է, անպայման օգտագործեք նաև մեր պիլինգները։ Իսկ ձեր հետ եմ ես, Աննա Հովհաննիսյանը, կհանդիպենք մեր հաջորդ հանդիպմանը։